Ես Մենո Ավետյանս սովորում եմ Երևանի Պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։ Կուրսանտ Մենո Ավետյանը ռազմաբժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսում է սովորում։ Դեռ մանկուց է սիրել զինվորականի մասնագիտությունը եւ որոշել է ընտրել հենց այս ճանապարհը։ Մեծանալով զինծառայողի ընտանիքում վաղ տարիքից գիտակցել եմ ծառայության կարևորությունն ու վեհությունը եւ տարիքին զուգընթաց փորձում եմ ընտրել նենց մի մասնագիտություն ու ոլորտ, որտեղ հնարավոր կլինի մարդասիրությունը եւ պետական ծառայությունը միահյուսել ու ռազմաբժշկական ֆակուլտետը տվեց այդ հնարավորությունը, որ կարողանամ իմ բժշկական գիտելիքներով օգնել մարդկանց եւ ծառայել հայրենիքիս։ Հայրենիքին են ծառայում Մենոայի ընտանիքի բոլոր անդամները, ասում է մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է շարունակել ընտանեկան ավանդույթները եւ դա անում է մեծ սիրով եւ նվիրումով։ Լինել զինծառայողի ընտանիքից մեծ պատիվ է կարծում եմ ու հնարավորինս կփորձեմ հայրիկիս անունը բարձր պահել։ Զինվորականի պատիվը բարձր պահելու եւ մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար կուրսանտ Ավետյանը ջանք ու եռանդ չի խնայում։ Երիտասարդ տղան քաջ գիտակցում է երկու մասնագիտությունների առաքելությունը եւ կարեւորությունը, առավել եւս, երբ դրանք համադրվում են։ Եթե ընտրել եմ այս մասնագիտությունը, կարծում եմ երկուսը միասին, եւ համազգեստ, եւ սպիտակ խալաթ, պետքա երկուսն էլ անբաժան լինեն ինձնից։ Մենոայի եւ մյուս կուրսանտների առօրյան բավականին հագեցած է դասեր, մասնագիտական տարաբնույթ առարկաների սերտում, պարապմունքներ եւ այս ամենը հմուտ ու բանիմաց ռազմաբժիշկներ կրթելու համար։ Սովորում ենք 6 տարի, պլյուս 1 տարի ինտերնատուրա, որից հետո ստանալու ենք բնակարան, 7-րդ տարին լրանալուց հետո մեկնելու ենք ծառայության 2 տարի ժամկետով։ Հայրս ինքը զինծառայող է, այժմ պահեստազորի գնդապետ ու ինչպես ասում են, երբ աչքս բաց եմ արել, արդեն զինվորական համազգեստ եմ տեսել ու դեռ մանկուց սիրել ու հարգել եմ թե համազգեստը, թե բնականաբար նաև զինծառայողներին։ Սամվել Տիտանյանն էլ ռազմաբժշկականի առաջին կուրսում է սովորում, թեև մեկ կիսամյակ է ինչ կուրսանտ է, սակայն լավ է պատկերացնում իր առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը։ Երկու երթում, երկու համազգեստ, դրանց մեջ որոշել որն է ավելի կարևոր կամ առավել ինձ հոգեարազատ կդժվարանամ պատասխանել, քանզի երկուսն էլ իմն են, երկուսն էլ ինձ բնորոշ են, թե իմ մտածելակերպին եւ թե իմ հոգեվիճակին։ Նպատակին հասնելու համար ապագա ռազմաբժիշկը պատրաստ է հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ դժվարություն, իսկ դրա համար պետք է ամուր կամք, աշխատասիրություն եւ հետեւողականություն։ Մոտակա 10 տարին երևի թե ես գտնվելու եմ ռազմաբժշկական ֆակուլտետում, սովորելու եմ այստեղ, մասնագիտանալու եմ ու հետագայում իմ ծառայությունն ու գործունեությունը, իմ պարտքը տալու եմ իմ հայրենիքին զինված ուժերում որպես բժիշկ։ Ռազմաբժիշկներ կրթող այս դարբնոցն արդեն 3 տասնամյակից ավելի զինված ուժերին տալիս է փորձառու եւ արհեստավարժ մասնագետներ, եւ հենց այս նպատակով ֆակուլտետում բարեփոխումներն ու արդիականացման ծրագրերը մշտական բնույթ են կրում։ Վերջերս Պաշտպանության նախարարի հրամանով ռազմաբժշկական ֆակուլտետի սպաները Մյունխենի ռազմաբժշկական գերազանցության գրասենյակի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, ծանոթացել ՆԱՏՕ անդամ երկրների կադրերի պատրաստության մեթոդներին։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսական անձնակազմը, նաև կուրսանտական անձնակազմը կարող են ռազմաբժշկական գերազանցության կենտրոնում անցնել տարբեր դասընթացներ, վերապատրաստման կուրսեր, ինչպես նաև կուրսանտական անձնակազմը կարող է մասնակցել գերազանցության կենտրոնի կողմից կազմակերպված ռազմաբժշկական զորավարժություններին եւ վարժանքներին։ Ծրագրեր կա միջազգային մեր գործընկերների DIP-ի ակադեմիայի, ՆԱՏՕ DIP-ի ակադեմիայի գործընկերների հետ ընդլայնելու էլեկտրոնային ուսուցման հարթակների կիրառումը, մասնավորապես նույն DIP-ի ակադեմիայի կողմից մշակվել է Իլիաս էլեկտրոնային ուսուցման համակարգը, որը համագործակցության արդյունքում հուսով ենք, որ շուտով կներդրվի նաև ռազմաբժշկական ֆակուլտետում։ Ֆակուլտետում ավանդական կրթական ծրագրերից զատ կիրառվում է նաև էլեկտրոնային ուսուցման համակարգը, որը կուրսանտների համար ժամանակակից չափորոշիչներով գիտելիքներ ստանալու համար լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ մեր ռազմաբժիշկներին ավելի մրցունակ դարձնելու նպատակով շուտով կներդրվի նաև ռազմաբժշկական անգլերենի ուսուցումը։ Զարուհի Ռշտունի, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։